իզուր չէ, որ որոշ քաղաքական վերլուծաբաններ, նաև թուրքագետներ գտնում են, որ Փաշինյանի քաղաքականությունը, մասնավորաբար ներքին դաշտում, հա, ընդդիմության հետ նրա վերաբերմունքը շատ նման է Էրդողանի ձեռագրին եւ Ալիևի։ Ինչպես օրինակ վերջին շրջանում համեմատվում էր, թե ինչպես Ստամբուլի քաղաքապետին կալանավորեց Էրդողանը, նույն կերպ կալանավորվեց օրինակ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, կամ ինչպես բերանները փակելով Ալիևի ոստիկանները Ադրբեջանում չեզոքացնում են, հեռացնում են, կալանավորում են ընդդիմադիր գործիչներին, նույն ձեռքի բերանը փակելու այդ շարժումով մենք տեսանք Հովանավանք եկեղեցում ինչպես փակեցին այն քաղաքացու բերանը, ով արդարացիորեն բողոքում էր, որ կարգալույծ հոգևորականը իրավունք չունի պատարակ մատուցելու եւ Սուրբ Խորանի վրա բարձրանալու։ Այսինքն դուք շատ կարևոր, այո, շեշտադրումներ արեցիք, բայց ուղղակի ես կառաջարկեմ նաև մեր օրերի մեջ էլ դիտարկել, որովհետև շատ նման են Էրդողանյան, Ալիևյան քաղաքականությունը, ներքին, բայց քաղաքականությունը, որովհետև արտաքին դաշտում նրանք իրենց պետությունը, իրենց այսպես ամուր պահելու եւ հզորացնելու նպատակ ունեն՝ ի տարբերություն Փաշինյանի։ Հիմա դուք ասում եք, որ այս ամբողջը ուղղված էր Գյումրեցու դեմ, Գյումրիի ժողովրդի դեմ։ Ինչու՞։ Որն էր նրա նպատակը, ինչ էր ուզում անել Գյումրեցու հետ կապված, ինչու էր վրեժխնդիր։ Սովորաբար իրեն ասում են նա վրեժխնդիր է առասարակ հայ ժողովրդին։ Հիմա դուք իմասնավորի գտնում Դուք եք միանյանիցին փոխարեն արդեն պատասխանեցիք։ Ինքը ադում է հայ ժողովրդին։ Ինքը վերացնում է բոլոր այն կարևոր արժեքային համակարգին, այսպես հետ կապվող յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր կաղապար։ Այսինքն իրեն իրականում ինչ է պետք։ Նախ ինքը կարողանա լինել թուրքական աշխարհի թիվ 1 հերոսը, ինչին ինքը հավակնում է, որովհետև մինչև այսօր ինքը ավելի շատ է թուրքական աշխարհին օգուտ բերել, քան ասենք Թայլատ Էնվեր Փաշաները, կամ ասենք Ատաթուրքը, կամ թեկուզ նույն Էրդողանը եւ Ալիևը։ Օրինակ հայրեր որդի Ալիևները իրենց ամբողջ կյանքի ընթացքում չէին կարող նույնիսկ երազել այն վիճակը, ինչը այսօր իրենք ստացան Արցախում։ Ես վստահ եմ, երբեք իրենք նույնիսկ իրենց գիշերը քնելուց, երազելուց, երազանքների մեջ իրենք չէին կարողացել տեսնել այն, ինչը այսօր իրենք իրականում արդեն ունեն։ Ըստ մարդը թուրքական աշխարհի ամենա այսպես համար մեկ հերոսներից մեկն է դարձել։ Եվ ինքը ուզում է միջև վերջը Տիտղոսը իր համար պահպանել եւ արդյունքում նաեւ ինչի է ցկտում ինքը, որովհետեւ իրեն որևէ մեկը չխանգարի, որևէ մեկը իրեն չտադի, ինքը բնականաբար պիտի գնա բոլոր տեսակի այլանդակությունների եւ ինքը պետք է ի վերջո կամ Հայաստանում արունահեղություն իրականացնի թուրքական զորաճոկատների միջոցով կամ տեղում պետք է ինչ-որ վարձկաներ հավաքի եւ տանի քաղաքացիական բախումների։ Ամենայն դեպս վերջին մի քանի ամիսներին, սկսած մայիս ամսից, երբ որ ինքը արդեն բացահայտ հայտարարեց եկեղեցու դեմ պատերազմ սկսելու իր մտադրությունը, այդ պայից սկսած յուրաքանչյուր օր մենք այդ վտանգի մեջ ապրում ենք եւ կշարունակենք ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ինքը կառավարության շենքում նստած է։ Այսինքն մենք ամեն վայրկյան շատ ավելի մեծ վտանգների մեջ ենք, քան մեր բնակչության մեծամասնությունը պատկերացնում է։ իդեպ մեր Հետևաբար այդ իր նպատակը դա է եւ առհասարակ տեսեք, եթե մարդը թեկուզ մի հատ հանցանք է իրականացնում, ենթադրենք մտել է ինչ-որ մեկի տուն գողություն է արել, ինքը մտածում է, որ իրեն կբռնեն եւ հաջորդ քայլում որ ինքը սկսում է այդ տան քնած բնակիչներին սպանել, որովհետեւ որևէ մեկը իր դեմքը չտեսնի եւ իրեն չբռնեն։ Սպանությունից հետո այլևս մտածում է տունը այրել, որովհետեւ մատնահետքեր եւ առհասարակ որևէ այլ հետքեր չմնան։ Այ Փաշինյանը այդ կարգի սիրիական մի հանցագործը, որը ուղղակի եկավ իշխանության լավ երջանիկ ապրելու եւ այդ երջանկությունը պահպանելու համար ինքը գնաց ամենավերջին հանձանքներին եւ այսօր ինքը պետք է փորձի նաեւ այդ տունը այրել։ Եվ այ մենք հիմա արդեն հասել ենք այդ փուլին, որ ինքը բենզին է լցնում տան անկյունները եւ լուցկին պետք է վերցնի ձեռք։ Այստեղ մեր խնդիրը հենց այդ ձեռքից լուցկին խլելն է եւ իրեն համապատասխան տեղ ուղարկելը։